Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը և Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, նոր իրադարձությունները նախ համառոտ։ Զատկի հանգստյան օրերին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործողության տարածքում, այդ թվում Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն։ Այս մասին հայտնում է առաքելությունը X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ Խոզնավարում նկատել են երկու կրակոցների հետևանքները։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին։ Մոսկվան անհանգստացած է ԵՄ-ին անդամակցելու Երևանի նկրտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Ազգային ժողովի այսօրվա նիստը կրկին անցել է լարված մթնոլորտում, այնքան լարված, որ բանը հասել է անգամ քաշքշուկների և փոխադարձ հարվածների։ Ամեն ինչ սկսվել է նրանից հետո, երբ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց վիրավորել ու մեղադրել են Հայոց ցեղասպանությունն ուրանալու համար։ Լարված մթնոլորտում է անցել նաև Երևանի ավականու նիստը։ Սոցիալական հարցերի քննարկումը կրկին տեղափոխվել է քաղաքական բանավեճի դաշտ։ Նիստը ընդհատվել է և մնացել անավարտ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Պեկին, նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Չինաստանի ղեկավարության հետ, օրվա միջազգային անցուդարձը։ Զատկի հանգստյան օրերին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործողության տարածքում, այդ թվում Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում անցկացրել է 27 ցերեկային և գիշերային պարեկություն։ Այս մասին հայտնում է առաքելությունը X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ Խոզնավարում նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ դրանք հնարավոր է արձակվել են տարածքում գտնվող Ադրբեջանի դիրքից։ Հիշեցնենք, որ նախորդին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները շարունակվում են, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդանում լրագրողների հետ զրույցում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին և հարցին, ինչ է ցանկանում հիմա Ադրբեջանը, Սիմոնյանը պատասխանել է։ Պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողությունների վերածվել։ Կարող ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի, եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռ տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց էլ չլիներ, այդ նույն տրամաբանությունն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, որը տարածաշրջանային այցով նախորդին Հայաստանում էր, մեկնել է Վրաստան, որտեղ հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, իսկ համատեղ ճեպազրույցում Բոճորիշվիլին հայտարարել է, թե Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա կրկին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալը և պատրաստակամություն է հայտնել նպաստելու տարածաշրջանում խաղաղության և գործակցության ամրապնդմանը։ Մոսկվան էլ անհանգստացած է Եվրոպական միության անդամակցելու Երևանի նկրտումներով, Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է, տնտեսական աճ է նկատվում Հայաստանի բոլոր առանցքային ոլորտներում։ Սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներկաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ, փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից, ընդգծել է փոխնախարարը։ Երևանի ավականու որոշման բնակելի նպատակային նշանակության շենք-շինություններում աղբանության վճարի դրույքաչափի մեթոդի սահմանումից հետո քաղաքացիների համար առաջացած լրացուցիչ ֆինանսական բեռը մեղմելու նպատակով որոշակի խմբերի անձանց կտրամադրվի աղբանության վճարի արտոնություն։ Ավականու այսօրվա նիստի օրակարգում կային նաև այլ հարցեր, սակայն չեն քննարկվել, քանի որ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելուց հետո նիստը ընդմիջվել է, այնուհետև քվորում չի ապահովել։ Որոշակի խմբերի համար Երևանում աղբահանության վճարների արտոնություններ կսահմանվեն։ Ավականու նիստում եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրել է նախագիծը, ըստ որի արտոնություններ կգործեն Արցախյան պատերազմի կամ այլ մարտական գործողությունների հետևանքով զոհերի ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց եւ կենսաթոշակառուների համար։ Նախագծի նպատակը քաղաքացիների տնտեսական բեռը մեղմելն է։ Ըստ Հակոբյանի այս խմբին կտրամադրվի 100% արտոնություն։ Պետական նպաստների մասինորության իմաստով միայնակ չաշխատող կենսաթոշակառու համարվող անձանց պատկանող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության աշխատանքները կատարելուց դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ տրամադրելով եւս 100% արտոնություն։ Մյուս կետը դա ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա, այսպես կոչված փակ դռներ սպառող բնակելի նպատակային նշանակության շինություններում աղբանության վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել արտոնություն։ Հաջորդ հարցը վերաբերում էր Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման տարբերակների քննարկմանը։ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը Համաշխարհային բանկի եւ եվրոպական գործընկերների հետ ուսումնասիրում է վերամշակման կայանի նախագծերը, որոնցից մեկի վերաբերյալ արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել։ Սակայն ըստ քաղաքապետի որոշումը դեռ չի ընդունվել եւ քաղաքապետարանը մտադիր է գտնել առավել կայուն ու շրջակա միջավայրին քիչ վնաս պատճառող լուծում։ Ունենք 3 ուղղությամբ ծրագրեր, մեկը Համաշխարհային բանկի հետ է ծրագիրը եւ եւս մի հրավեր ստացել ենք Սոֆիայում մասնակցելու այնտեղ անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է հենց կոնկրետ աղբի վերամշակման թեմային եւ մասնավորապես ունենք World Bank-ից առաջարկ ծրագիր իրականացնելու։ Ունենք երկրորդ ծրագիրը, որը որ ՎԶԲ-ի հետ է որոշակի աշխատանքներ նախկինում տարվել շատ երկար ժամանակ, մի 10 տարուց ավել եւ մենք այդ ծրագիրը չեղարկեցինք, որովհետեւ հասկացանք, որ հեռանկար չունի, որովհետեւ տրամաբանությունը ի սկզբանե սխալ էր դրված այդ ծրագրում։ Եվ ունենք երրորդ տարբերակը, որը անկեղծ ասած ամենահավանականն եմ համարում, երկփուլ մրցույթի տրամաբանությամբ քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը, ամենահավանական տարբերակը երրորդն է։ Նիստում քննարկվել է նաև Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի կողմից 12 նոր տեխնիկայի ձեռքբերումը, որի դեպքում նաև անհրաժեշտ է լինելու նոր հաստիկների ստեղծում։ Փոփոխությունների շնորհիվ կբարելավվի աղբահանության աշխատանքը, սակայն այն իրագործելու համար անհրաժեշտ է 58 միլիոն դրամի լրացուցիչ ծախս։ Հանրային ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ առաջարկել է կազմակերպել նաև գիշերային հերթափոխներ աշխատանքի շարունակությունն ապահովելու համար, ինչին արձագանքել է հիմնարկի տնօրենը։ Եթե մենք իրականացնենք նման փոփոխություն, այդ դեպքում ամբողջ մեր գիշերային հերթափոխի վարորդների քանակը պետք է ըստ էության ավելացնենք, որովհետև սա առաջին անգամը չէ, որ մեր վարորդներն աշխատում են գիշերը։ Մենք մինչ այդ ունենք նաև այս պայն աշխատացնում ենք 8 փոշեկուլ մեքենաներ, 30 ջրցան մեքենաներ։ Այսինքն, եթե շարժվենք ձեր տրամաբանությամբ, պետք է այդ ամբողջ մեքենաների թվականակը 1.5 անգամ, հաստիկների թվականակը 1.5 անգամ ավելացնենք։ Այսինքն, չենք կարող մենք տարբերակված մոտեցում ցուցաբերել։ Մի դեպքում այս նոր ձեռքբերված գեխերների համար 12 ավտոյի համար ընդունենք 18, իսկ մյուս դեպքում նախկին ձեռքբերված ավտոմեքենաները, որոնք դեռևս 2019 թվականից աշխատում են, այդ մասով թողենք նույնը։
Սոցիալական եւ տեխնիկական հարցերի քննարկումը, սակայն չգիտես ինչու, տեղափոխվել է քաղաքական դաշտ։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը որոշել է խոսել իր փողկապի եւ այն այլևս չկրելու պատճառի մասին, նշելով, թե փողկապով չի ներկայանում, քանի որ կորցրել է հարգանքը քաղաքային իշխանությունների նկատմամբ։ Ինչու, որովհետեւ քաղաքապետարանը չի պատասխանում իր նամակներին։ Այս հայտարարությանն արձագանքել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Անընդհատ դետալները երբեմն կարևոր են, հա, պոակ ՓԲ-ն չեմ ասում, բայց անգամ են, որ դուք ասում եք, ես դահլիճ ես փողկապով էի գալիս, որտեղ ձեզ հարգում էի, դուք ինչա չեք հասկացել, որ այս դահլիճում հարգանքը բացի նրանից, որ իրար նկատմամբ պետք է լինի, այլ հեռարձակվում է այս եթերը եւ մեր ժողովրդի նկատմամբ պետք է լինի, հենց որ ձեր ֆորմալ այս միջոցառմանը ոչ փողկապով գալը անարգանք չի մեր նկատմամբ, անարգանքա ժողովրդի նկատմամբ, եթե օքեյ եք դրա հետ ինչ ասեմ, չնայած պետք է որ օքեյ լինեք։ Դրան հաջորդել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ելույթը։ Նա նշել է, որ եթե սուր բառեր եւ ոչ պաշտոնական լեզու օգտագործվեն նամակներում, ապա դա կարող է բերել նաեւ պաշտոնական պատասխանից հրաժարվելու։ Նա կոչ է արել ավելի կոռեկտ արտահայտվել ավականու նիստերին։ Իրավիճակն ավելի է լարվել, երբ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, որ Երևանում կառավարման ճգնաժամ է։ Ըստ նրա, Երևանի իշխանությունն անպատասխանատու է եւ իր տեղում չէ։ Ուստի անհրաժեշտ է ավականու արտահերտ ընտրությունների անցկացում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ արձագանքելով մեղադրանքներին դիմել է Մայր Հայաստան խմբակցության անդամներին եւ պահանջել հստակեցնել իրենց դիրքորոշումը միութենական պետությանն անդամակցելու առնչությամբ։ Հարգելի գործընկերներ, պարոն Սուքիասյան, երբ որ ասում եք հոգնել եք տրանսպորտի թեման քննարկելուց, բացարձակ չենք հոգնել, ասեմ ավելին ամեն օր քննարկում ենք, ես ամեն օր պարոն Գրիգորյանին ինչ որ հարց եմ տալի, հանդիպում ենք, խոսում ենք, բայց հարցը թե ում հետ ես քննարկում եւ ինչ ես քննարկում եւ ինչի համար ես քննարկում, որովհետեւ ձեր կողմից անընդհատ հնչեցվում են մտքեր, ինչ որ դիրքորոշումներ, որոնք որ մոլորեցնող են հանրությանը եւ Երբ որ գալիս է իրավիճակ, երբ որ դուք խոսում եք ինչ որ արժեքներից, կոռուպցիայից, ինչ որ վատ բաներից եք խոսում, մեզ եք վերագրում, հետո գալիս է մի հատ իրավիճակ, երբ որ դուք մասնակցում եք ուրիշ քաղաքում Գյումրիում ընտրություններին եւ ինչ եք անում, ձայն եք տալիս ընդդիմադիր տեխնացիոն, նորմալ է, ձեր իրավունքն է, բայց այդ ընդդիմադիր տեխնացիոն ընտրվելուց մի քանի րոպե հետո վերակենում եւ հայտարարում է, որ ինքը կողմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությունը միութենական պետությանը։ Ընդունեք, որ սա Հայաստանի սուվերենությունը եւ անկախությունը զիջող դիրքորոշում է։ Լավ, եթե ստում եմ, դուք հետո դա կապացուցեք, շատ լավ։ Տեսագրությունները կա։ Եվ դրանից հետո դուք նոր դիրքորոշում ձեր խմբակցությունը չի հնչեցնում, եւ սա մեզ հիմք է տալիս մտածելու, որ այս ամբողջ խոսակցությունները, տրանսպորտ, ծառերի թեման, չգիտեմ, աղբանության թեման, այս ամեն ինչը ընդամենը ինչ որ պատրվակ է այլ նպատակի հասնելու համար։ Այնուհետև ընդդիմադիր անդամների պահանջով նիստն ընդմիջվել է։ Ընդմիջումից հետո քաղաքացիական պայմանագիր եւ Հանրապետություն խմբակցության անդամները բոյկոտել են նիստը։ Քվորում չլինելու պատճառով նիստն ընդհատվել է եւ այդպես էլ չի քննարկվել օրակարգի վերջին հարցը՝ ընդդիմադիր Մայր Հայաստանի հանրային տրանսպորտի ուղևորցի թանկացման կասեցման վերաբերյալ նախագիծը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի այսօրվա նիստը կրկին անցել է լարված մթնոլորտում, այնքան լարված, որ բանը հասել է անգամ քաշքշուկների ու փոխադարձ հարվածների։ Ամեն ինչ սկսվել է նրանից հետո, երբ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց վիրավորել ու մեղադրել են հայոց ցեղասպանությունը ուրանալու համար։ Ազգային ժողովում կրկին կրքերը թեժ էին, շատ թեժ։ Այդտեղից անընդհատ խոսում եք, տեղից անընդհատ խոսում եք, ինչ ալնում որ Նստեք, ինչի չանեմ, նստեք, կանգնի, մինասը, դու էլ նստած մնա ատեղ, լավ մանգապարտես չի, հանգիստ, բան նստի, նախ դույով խոսա երիտասարդ, լսի, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի, ինչ ձևի խոսում է նույնը ստանում է պատասխան, դու էլ կանգնած մնա խես նստում,
Կանգնած մնա խես նստում։ Իսկ մինչև այս խորհրդարանը պետք է քննարկեր Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը զեկուցելու համար ամբիոնին էր մոտեցել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Պապկեն Թունյանը։ Ելույթ ունենալ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց։ Ազգային ժողովի նախագահն ու դաշնակցական Արծվիկ Մինասյանը լեզվակռիվ էին անում։ Կողքից էլ միջամտում էր Հայաստան խմբակցության մեկ այլ падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հարգելի հայրենակիցներ, ես հիշա Այնուհետև արդեն բանը հասավ անգամ քաշքշուկներին ու փոխադարձ հարվածներին։ Անջատեք եթե, հետմիջում 20 րոպե։ Սրանից առաջ էլ խորհրդարանում ընդհանուր մթնոլորտը լարված էր։ Հայոց ցեղասպանությունն ու Արարատ լեռը ուրանալու փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Մինչև վեճն ու քաշքշուկը դաշնակցական падգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստան խմբակցությունը հայոց ցեղասպանության շղթումը, նսեմացումը եւ արդարացումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել։ Դրանի պատասխան քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դաշնակցությանը մեղադրեց Եղեռնից 3 տարի անց այն ուրանալու համար։ Իսկ այժմ էլ նման նախագծով հանդես գալը Կոնջորյանը երեսպաշտություն համարեց։ Իրավիճակը լիցքաթափելու համար Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել։ Այնուհետև միջանցքում արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց. Միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ դաշնակցության խմբակցության, արդեն դաշնակցության խմբակցությունը չէ երևի, դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասեց, ես էլ միկրոֆոնս կարամինացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում։ Դրանի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրանի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասեց՝ մի նստի Արծվիկ, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, ասացի դերա, որ ասում եմ մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց այնտեղից բղավել, ինչի մի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընդհարումը, որի ժամանակ այդ ձեր նշված անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս կոմենկով, որ հանկարծակի այդ ընդհարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկ են սխմում, փախնում են դահլիճից, գալիս են մի հատ գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ ես ամեն ինչ հարգում եմ նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, պետք է ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասածից, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից։ Հարցին հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ դաշնակցության ներկայացրած նախագիծը ինչու է իշխանությունը մերժում։ Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. Նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Ասում են իրացը տարբեր է, ես այդ մասը հարցրեցի։ Բարի գալուց նոր իրականություն, ինչ աշխում մերը տարբեր է։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր եւ շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար եւ նշել, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս կառավարության եւ նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։
Մեծարգո պարոն նախագահ, ես սկսեմ ձեր թույլտվությամբ հաշվի առնելով օրվա առանձնահատկությունը, թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առիթով եւ մաղթել ձեզ առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության, պիտի ընդգծեմ նաեւ ձեր ներդրումը ընդհանրությամբ եւ ձեր գործունեությունը երեք հանրապետության ընթացքում ամենատարբեր կարգավիճակներով իմ գնահատանքի եւ հարգանքի հավաստիքը եւս մեկ անգամ ձեր ծննդյան տարեդարձի առիթով եւ համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել է եւ իրականացվում է, համոզված եմ, որ այդ օրակարգը ունի պատմական եւ շրջադարձային նշանակություն եւ իհարկե այդ օրակարգի ձևավորման գործում ձեր ներդրումը եւ աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել ձեզ ծննդյան տարեդարձի առիթով եւ արտահայտել իմ լավագույն մաղթանքները։ Մեծարգո պարոն վարչապետ, զգացված եմ, շնորհակալ եմ բարի մաղթանքների համար, ձեր խոսքերի համար, նաեւ պարտավորեցնող խոսքեր են։ Թող տարօրինակ չտվա, տարիքը կապ չունի, իրականում պարտավորեցնող խոսքեր են, որովհետեւ ես գնահատում եմ այն պատասխանատվությունը, որ դուք եք կրում ինքներդ որպես վարչապետ, եւ ես էլ գնահատում եմ այն պատասխանատվությունը, որ ես եմ այսօր կրում, որի հնարավորություն ինձ տրվել է, եւ այդ առումով իմ ամենօրյա աշխատանքում ես իրականում փորձում եմ արդարացնել բառը տեղին չի, ուղղակի իրականություն դարձնել այն, ինչ մասին, որ վստահ եմ մենք միասին պատկերացնում ենք, այսինքն անկախ ինքնիշխան Հայաստանը իրականություն դարձնել։ Այս գիտակցումը շատ կարևոր է եւ այս գիտակցման համար եւ այս գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անձամբ, որովհետեւ այսօրվա մեր հասարակության մեջ հենց այդ գիտակցման բացակայությունն է, որ տարընթերցումներ է առաջացնում եւ տարբեր տրամադրություններ։ Ծրագրված է ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությունը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին հայտնել են Մայրաթորից։ Աշխարհի մի շարք առաջնորդներ, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Արգենտինայի ղեկավարներն արդեն հայտարարել են Վատիկան մեկնելու իրենց մտադրության մասին, վերջին հրաժեշտը տալու սրբազան քահանայապետին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Շարունակում ենք թողարկումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Պեկին, օդանավականում նրան եւ կնոջը Մեհրիբան Ալիևային դիմավորել են Չինաստանի տրանսպորտի նախարարն ու այլ պաշտոնյաներ։ Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ երրորդյա այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Չինաստանի ղեկավարության հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հիշեցնենք, որ նախորդ տարի երկու երկրները ռազմավարական գործակցության մասին պայմանագիր են կնքել, որով կողմերը խոստանում են հազարավոր կիլոմետրեր բաժանող երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից եւ դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից, նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի վաղ առավոտյան մահվանից առաջ կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաեւ Հռոմի Պապի հոգեվոր կտակը, որում նախընտրում է իրեն ուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։ Դամբարանը պետք է լինի պարզ առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ Ֆրանցիսկոս ասված է կտակում։ Ֆրանցիսկոս Պապի մարմինը 3 օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել։ Մայիսի 11-ին կսկսվի կոնկլավը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել են հուղարկավորությանը մասնակցելու մասին։ Հռոմի Պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը, ապրիլի 26-ին։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հանդիպումը, հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը հասնելու հրադադարի, այնուհետև տևական խաղաղության։ Զատիկը ցույց տվեց, որ հենց Ռուսաստանի գործողությունների պատճառով է պատերազմը ձգձգվում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, Կիևը սպասում է Մոսկվայի պատասխանին եւ պատրաստ է ցանկացած բանակցություններին։ Մարտի դաշտում իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Ալեքսանդր Սիրսկու խոսքով, այժմ ինտենսիվ մարտեր են Կուրսկի ուղղությամբ, նաև հայտնի է, որ ռուսական ուժերը հարվածել են Օդեսային եւ Սումիին, կան ավերածություններ եւ վիրավորներ։
Ռուսական ուժերի հարվածների հետևանքով Զապորոժեյում 1 մարդ զոհվել է, վիրավորվել 15, այդ թվում 2 երեխա, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ վերջին ժամերին ռուսաստանյան բանակն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել նաև Խարկովին, հաղորդվում է 4 վիրավորի մասին։ Քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու ուղղությամբ Մոսկվա-Կիև բանակցությունների հստակ ծրագրեր չկան, հայտարարել է Կրեմլի խոսնակը Դիմիտրի Պեսկովը, հավելել է. կա միայն Վլադիմիր Պուտինի հաստատումը, որ Մոսկվան պատրաստ է քննարկել դա հաշվի առնելով Զատկի զինադադարի փորձը։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը պատրաստ է ուկրաինական կողմի հետ քննարկել քաղաքացիական օբյեկտները չթիրախավորելու հարցը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում Դոնալդ Թրամփի խոսքով, սակայն դեռ ժամանակ է պետք հասկանալու ինչպես կլինի արդյունքը։ Նա անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը, Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները շատ արդյունավետ են եղել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը խոստացել է դրանց մասին մանրամասներ հաղորդել առաջիկա 3 օրվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվան եւ Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին, կողմերն ընդգծել են էներգետիկ պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով գործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։ Վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել եւ ավելի շատ վստահություն ստեղծել իր նկատմամբ, եթե սահմանված պատժամիջոցները չեղարկվեն, ինչը դրական ազդեցություն կունենա մարդկանց կյանքի վրա։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ Նա նշել է, որ Թեհրանը կաշխատի մեծ թափանցիկություն եւ ավելի շատ վստահություն ստեղծել միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ Հարվարդի համալսարանը դատական հայց է հարուցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ մի քանի միլիարդ դոլարի ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Ուսումնական հաստատությունը երկրի ղեկավարությանը մեղադրում է անօրինական եւ հակասահմանադրական արշավ իրականացնելու մեջ իր սահմանադրական իրավունքների պաշտպանության համար Հարվարդին պատժելու նպատակով։ Այսքան այժմի համար թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։